Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մտածողի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի Պետական թիվ 1 տարածաշրջանային քոլեջի տնօրեն Պարույր Սանդրոսյանին։ Բարև Պարույր։ Բարև։ Մեր զրույցները սիրելի Պարույր սկսում ենք հետևյալ հարցով. որն է մեր հյուրի կրթության փիլիսոփայությունը։ Պարույր Սանդրոսյանի կրթության փիլիսոփայությունը որն է։ Գիտեք, այդպես լուրջ, եթե ասեմ լուրջ փիլիսոփայություն ես ունեմ կրթության ու այս 10 արդեն 18 տարի կրթության ոլորտում աշխատում եմ ու ես առաջնորդվում եմ այդ փիլիսոփայությամբ, բարձր, շատ ամեն ինչ շատ ավելի բարձր։ Իրականում ես կարծում եմ, որ դիմացինին ոնց վերաբերվես, եւ տնօրեն, եւ որպես եւ ուսանողի հանդեպ եւ դասախոս ոնց վերաբերվես այդ պատասխանն էլ կստանաս։ Ես հաճախ եմ տարբեր իրավիճակներում առիթ ունենում ու նաեւ առիթ եմ ունենում համեմատել այլ ուսումնական, որտեղ ի վերջո քոլեջ գալիս են 9-րդ դասարանից հետո գալիս են երեխեքը տարբեր ուսումնական հաստատություններից ու ես տեսնում եմ այն տարբեր մոտեցումները, որ տարբեր դպրոցներում իրանք տեսել են։ Թերևս եթե կարճ երկու բառով երեխային, այսինքն ուսանողին, դասախոսին վերաբերվի ինչպես ես վերաբերվեմ, այդ պատասխաններ կստանամ։ Այս սկզբունքով եմ աշխատել։ Իրականում սովորեցնողի պարագայում շատ ճիշտ, նորմալ, adekvat մոտեցում է եւ կարելի նաեւ փիլիսոփայություն վերածել։ Ինչու՞։ Դե չուզեցի շատ փիլիսոփա եմ անկեղծած, որտեղ մասնագիտությամբ փիլիսոփա չեմ։ Մասնագիտությամբ փիլիսոփա չենք։ Հերթական հարցը, որ նախատեսել էի տալ, բայց հիմա տամ, Պարույր Սանդրոսյանը ծնվել է դերասանների ընտանիքում, բայց ստացել է բոլորովին ուրիշ կրթություն։ Անասնաբուժի մասնագիտություն է ստացել։ Կրթության տեսանկյունից սա ոնց կներկայացնենք։ Սովորաբար մեր մոտ ընդունված է, որ բժշկի երեխան պետք է բժիշկ դառնա, ադասագործի երեխան պետք է անպայման ադասագործ դառնա հիմնականում, բայց դերասանների, որում ավանդական դերասանների մի աստղաբույլ մեր ժողովրդին տված ընտանիքում մեկը որոշում է, որում որ տված է նաև դերասանական հատկանիշներով, գնահատելի շոյող հատկանիշներով, դառնում է անասնաբույժ։ Դա սկզբից ասեմ, որ ցավոք անասնաբուժել չդառա, կրթությունը ստացած բայց ուզում էի դառնալ, որտեղ տարիներ է այնպես համընկան, որ ընտրածս մասնագիտությամբ չկարողացա աշխատել։ Դե Հայաստանում պահանջված մասնագիտություն։ Շատ, ես եթե հիմա հնարավորություն ունենայի, չեմ ասում կթողնեի կրթությունը, բայց կուզեի զբաղվել, որտեղ կերհայրները անկեղծացած շատ եմ սիրում, բայց Սենց ասեմ, ի վերջո դերասանի գերդաստան աստեղ միայն հայրս չի, որտեղ պապից էլ է գալիս այդ ամեն ինչը, Պարույր Սանդրոսյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից է, հետո այդ ավանդույթը հայրս է շարունակել, օրաքույրս, հորեղբայր, եղբայր, քույր, օրաքրոջ աղջիկներ, այդ ամբողջ գերդաստանից ես դուրս մնացի ու շատ պարզ բացատրություն ուներ, ինքը ուղղակի Այսպես ասած, այնպես չէր, որ որևէ ես ուզում էի դառնալ դերասան, որը շատ հեշտ կլիներ ինձ, ասենք, ընդունվել թատերական ինստիտուտ, որովհետև գաղտնիք չի, որ այդ ավանդույթները հաշվի են առնում նաև բուհերում, այսինքն դու եթե ես մարդու տղան ես, ինչ որ ավելի կամ թոռն ես, այլ կերպ են վերաբերվում։ Չէ, ուղղակի այսպես ստացվեց, որ ես դպրոցում լավ էի սովորում, շատ լավ էի սովորում, հայրս ասեց նայ էլի իմ օրը, առավոտը դուրս էր գալիս, այսինքն փորձ, հետո ներկայացում, հետո սյոմկա, հետո մասնագիտական տերմինները, անգիր գիտեմ, բոլորը գիտեմ, բայց չեմ դառել։ Տանիրովկա եւ այլն, հետո երեկոյան ֆիլմ նկարել, բան, ասեց մի հատ իմ գրաֆիկը նայի, տղա ջան, ասեց ես դեմ չեմ, եթե դու ընտրես այդ մասնագիտությունը, բայց լավ սովորում ես, արի մի այլ մասնագիտություն ընտրի։ Ասեց եթե թողում եք ուրեմն իմը, այնեցա որ ես ու այնպես չէր որ ես ուզեի Չնայած ես հիմա կասեմ, եթե հնարավորություն ունենայի, ինչ կընտրեի, էլի, եթե այսօր ունենայի այդ հնարավորությունը, ասեցի ես մեկ էլ կենդանիներ եմ շատ սիրում, ես ուզում եմ անասնաբուժ դառնալ։ Ու իրանք դեմ չեղան, որովհետև հետո գիտեք անասնաբուժը սովետական տարիներին դա առանձին սովետական չէր, 87 թվականն էր, հա դեռևս սովետական միությունները, որ ինստիտուտ ընդունվեց, ինքը առանձին բուհ էր։ Երևանի անասնաբուժական ինստիտուտ, հիմա որ ցած հպար ժող ինստիտուտի ժողովուրդը դեռ դաս անում, այդ մեր շենքն է, Թամանյանը նախագծել է Զովետի համար, էլի, այսպես ասած։ Հետո 90-ականներին վերցրեցին, տվեցին ժող ինստիտուտի։ Ինչ որ է անցել են այդ տարիները, բայց բանը, այդպես ստացվեց։ Բայց ես տարիները որ ասեմ 87 թվականին ընդունվեցի ինստիտուտ, 88 թվականը սկսեց պատկերացնում եք բնականաբար, այդտեղ արդեն
ցավոք սրտի կրթությամբ զբաղվելու ժամանակ ու հնարավորություն չունեցա, ավարտեցի 92-ին, լրիվ այլ իրավիճակ էր, չդառա, հիմա շատ այնպես ասած աղոտ հիշում եմ իմ նախկին գիտելիքները, բայց նաև մի բան ասեմ, որ բնավ չեմ փոշմանել այդ մասնագիտության համար, որտեվ ես ժամանակին այդ բուգնել է ինձ շատ բան տվել։ Ինքը շատ բան է տվել, այնպես չի, եւ կրթության իմաստով, եւ մարդկային հարաբերությունների, եւ ընկերների, եւ գոլեգաների, հիմա ընկերներ ունեմ, ամեն մեկը մի շրջանում, ասենք գլխավոր անաստաբուժ, այլ օրինակ։ Բայց եթե ես հիմա նորից հնարավորություն ունենայի ընտրելու, հիմա տարիքն առնեմ այդպես չէ, իսկապես այն մասնագիտություն կտրեի արվեստի ու թատրոնի հետ կապ ունեցող, բայց դա ոչ թատրոնն էր, ոչ ռեժիսուրան էր, ավելի շատ ունենալ կյանքի փորձը ցույց տվեց, իմ կառավարման ինչ որ ունակությունները, ընտրեի արվեստի կառավարում։ Ու եթե իրականում գոյություն ունի ինչ որ այլ կյանք երկրորդ անգամ ծնվել բան, եթե հնարավորություն եղավ, գուցե նաև այդ ճանապարհն ընտրեմ։ Շատ բարի։ Այսինքն այստեղ ընդհանրացնենք, որ հեչ պարտադիր չէ, որ անպայման պետք է ավանդույթները շարունակելու պարտականություն ստացել։ Չնայած որ ավանդույթները շարունակել պետք է, բայց ես կարծում եմ այդ ավանդույթները պարտավոր է նաև ազատ լինելու։ Այդ բացարձակը տենց չի գիտեք ու հաճախ դա խանգարում է, որովհետև տեսնում ես տաղանդավոր մարդու ժառանգը անտաղանդ է իր մասնագիտության մեջ։ Ինչի է բեմում ավելի ակնհայտ է երևում, տաղանդ ունեն թե չունեն։ Ու տեն շարունակում են, ավանդույթներն են շարունակում ու վատ են շարունակում։ Ես կարծում եմ ցանկացած աշխատանք կարևոր է, բայց ինչ էլ աշխատես պիտի լավ անես այդ գործը։ Եթե պիտի վատ անես, ավանդույթներ ունես, թե չունես, ոչ պատմությունը, ոչ ժամանակը, ոչ էլ աշխատանքի տեղ ու միջավայրը քեզ թույլ չեն տա դրսևորվել։ Թե չի ատամհատիկի ժամանակ բժիշկի երեխա ատամհատիկի չգիտեմ էլ ինչ եմ քաշում։ Ճնշումի ապարատ են դնում դեմ, ասում են վերցրու եւ բժիշկ է։ Լավ ավանդույթ է, հետաքրքիր է անցնում, վստահ եմ ինձ էլ են արել, բայց չեմ հիշում ինչ եմ քաշել ատամհատիկին։ Լավ, հիմա գանք Պարուս Հանտրոսյանի այս պահի մենեջմենտի նեղ մասնագիտական ոլորտը, միջին մասնագիտական կրթություն։ Այո։ Վերջին տարիներին գովելի է որ որոշակի տենդենս կա միջին մասնագիտական կրթություն ստանալու, որովհետև տեսան, որ բարձրագույն կրթություն ունեցողը անգործ է մնում, իսկ միջին մասնագիտական կրթություն ունեցողը կարողանում է աշխատանք ունենալ եւ ընտանիք պահել։ Հայաստանում այս պահին ինչ մասնագիտական ուղղություններ կան, որոնք որ գրավում են միջին մասնագիտական ուսումնական հաստատություն դիմողներին։ Մի շտկում անեմ, որովհետև այս մեր համակարգի մեջ կրթության առանձին մենք եթե մեզ առանձնացնեմ, ինքը արհեստագործական եւ միջին մասնագիտական։ Համեմատության որպեսզի պատկերացնեն մարդիկ դա նախկին ուսումնարաններ, տեխնիկումներն են, որոնք հիմա կոչվում են արհեստագործական ուսումնարաններ եւ քոլեջներ։ Մեր քոլեջի պարագայում օրինակ ինքը հենց տարածաշրջանային այդպես անուն ունի, որովհետև Եվրոմիության ծրագրով մեկի 2009 թվականից դեռևս այդ ծրագրի մասնակիցն ենք դարձել ենք ու ինքը բազմագործառութային է, դրա համար մեր մասնագիտությունները խոհարարից մինչև արհեստից, մինչև արվեստի մասնագիտություններ ունենք, բայց ասեմ ինչով է, նախ բուհ ավարտողները շատ հաճախ գնում են զբաղեցնելու աշխատաշուկայում այն տեղը, որը իրանցը չի, այսինքն ոչ միայն իրանց մասնագիտությամբ չեն աշխատում, այլ գնում են աշխատելու այն մասնագիտությամբ, որի հետ իրանք կապ չունեն, այսինքն նույն քոլեջների կամ ուսումնարանների ուսանողներն շրջանավարտները պիտի աշխատեն։ Ինձ գոնե շատ հետաքրքիր է այս ոլորտը, ես վստահ եմ, ես ինքս ինձ բազմիցս բռնացել եմ այն մտքի վրա, որ ես չէի կարող հանրակրթական դպրոցի ղեկավար աշխատել, ոչ թե որ այդ դժվարական բան, այդ առումով չի։ Այս մասնագիտական կրթության մեջ ես ինձ անընդհատ ինչ-որ ստեղծագործելու հնարավորություններ եմ գտնում։ Ես չեմ ասում այնտեղ չկա, ճիշտ, թող որևէ մեկին չեմ ուզում նեղացնել։ Բայց մի հատ կարևոր բան կա։ Ես իմ աշխատանքի հիմնական իմաստը ուղղությունը այն է, որ անմիջապես աշխատաշուկայի համար կադրեր պատրաստելն է։ Իհարկե չի նշանակում, որ այսինքն քոլեջը կամ ուսումնարանն ավարտածը չի կարող շարունակական կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական ու այդպես բազմաթիվ օրինակներ ունեմ, նայած մասնագիտություն։ Բայց այս շատ կարևոր ոլորտ է եւ ինքը նոր չի, որ հետաքրքրությունն առաջացել է։ Ես առնվազն վերջի 10 տարում, վերջի 10-12 տարվա ընթացքում ես կարող եմ ասել, որ աշխատաշուկան ինքը թելադրում է այդ պահանջարկը ու այդ հետաքրքրությունը կա։ Տեսեք, մեր
ամենամեծ դիմորդների քանակ ունենում ենք հենց խոհարարություն մասնագիտությունից, ամենաշատ հեշտ աշխատանքի տեղավորում ենք հենց այդ մասնագիտության մյուսները բնավ չթերագնահատելով։ Ինչով է պայմանավորված, էլի աշխատաշուկայով։ Ինչ զարգանում է երկրում, էդ էլ բան է լինում։ Պետությունը ինչքան էլ իր կարգավորող դերն ունի, ամեն դեպքում հասարակությունը կամ տնտեսությունն է թելադրում։ Հիմնական ոլորտները բոլորիդ հայտնի են։ Ասենք Հայաստանում զարգանում զբոսաշրջություն, ասենք դրա հետ կապված մասնագիտություններ, սպասարկում, IT ոլորտն է շատ բան, բայց ես կարծում եմ իհարկե որ կան հատուկ մասնագիտություններ, սպეციფიկ, արվեստի հետ կապված կամ ասենք այն մասնագիտությունները, որոնք այսօր աշխատաշուկայում կադրերի պահանջը կա, բայց այդ մասնագիտությունը չեն մասնագետները չկան, որտեղ գիտեք այն նյութատեխնիկական բազան, որ կար շինարար էին պատրաստում խորհրդային տարիներին, բան, հիմա այդ բազան չկա եւ շատ դեպքերում նաեւ գիտեք դիմորդ չի լինում շատ հաճախ շատ պահանջարկված մասնագիտություն։ Այստեղ պետությունը կարգավորող դերակատարություն ունի, բայց ամեն դեպքում շուկան ինքնաբերաբար կարգավորում է այս հարցը։ Օրինակ Բարսեղեն կրթության պարագայում մի քիչ այդպես չէ, ասեմ ինչու, օրինակ նույն նոր խոսում ենք որ անասնաբուժի կարիք կա, բայց գյուղատնտեսական ակադեմիան, կադրային համալսարանը թափուր է փակվում ըստ էության։ Կամ չեմ կարծում մեր երկրի այդքան շատ տնտեսագետներ, իրավաբաններ եւ քաղաքագետներ են պետք, բայց բուհական համակարգում այդ մասնագիտությունների գծով մրցույթ է իրականում։ Անշուշտ պարզ է որ շատ պարագայում, եթե ճիշտ եմ ասում, ամբիցիան է մարդկանց դրդում գնալ այդ մասնագիտությունների հետևից։ Միջին մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատությունների դիմող ուսանողները ամբիցիա չունեն։ Իհարկե ունեն։ Ես կասեի ոչ միայն ամբիցիա, շատ ժամանակ ծնողներն են ուղղորդում։ Տեսեք վերջին տարիներին այս տարի արդեն դպրոցներում էլ կա մասնագիտական կողմնորոշման առանձին միավորումներ։ Այստեղ շատ կարևոր է մասնագիտական, օրինակ մենք բարբերաբար կազմակերպում ենք դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների այցեր, որ գալիս պատտվում են քոլեջում, բոլոր մասնագիտությունների դասերը նայում են, որը օգնում է հետագայում իրենց կողմնորոշվելու։ Այս առումով բանը, այդ ամբիցիան իհարկե կա, որովհետև ի վերջո քոլեջը կամ ուսումնարանը այս եկեք ինքը մի հատ միջանկյալ օղակ է, հիմնական դպրոցից դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն, ոնց որ նույն ավագ դպրոցն է։ Տարբերությունն է նա, որ այստեղ նաև մի հստակ մասնագիտություն է սովորում։ Դրա համար մարդիկ գալիս են եւ խոհարարի լավ ավագ խոհարար եւ համաշխարհային ճանաչում ունեցող խոհարար դառնալու ամբիցիայով եւ մեծ ճանաչում ունեցող դերասանի ամբիցիայով։ Այսինքն պետք է մարդիկ ունենան լավ մասնագետ դառնալու ամբիցիա, ոչ թե լավ մասնագիտություն, ոչ թե ամբիցիան, այո, ուղղակի ավելի լավ է լավ խոհարար, քան թե իրավաբան, ոչ լավ մասնագետ չի։ Ես ունեմ հրաշալի ուսանողներ, ովքեր հիմա սպասարկման ոլորտի, տարբեր ծննդի ոլորտի առաջատար անգամ անունները չեմ կարող շեմ, ես չեմ գնում, չեմ այցելում այդպես վայրեր, ուղղակի չեմ սիրում ես ռեստորաններ գնալ։ Բայց այնքան տեղ ունեմ ուսանողներ, որ հասել են մինչև ավագ խոհարարի մակարդակի։ Եվ բանը գալիս են ինձ այցի, գալիս են հանդիպման, աշխատանքի եմ նույնիսկ հրավիրում, բայց իրա խոհարարի պարագայում, օրինակ, շատ դժվար է համատեղել իրենց հիմնական աշխատանքի հետ, եւ մարդիկ լավ վճարվում են, բայց նաեւ ծանրաբեռնված աշխատում են։ Շատ բարի։ Այսինքն ամբիցիա բոլորը պետք ունեն, բայց ամբիցիան պետք է լավ մասնագետ դառնա։ Առողջ ամբիցիան նորմալ բան է, էլի ես կարծում եմ, որտեղ ի վերջո ամբիցիան եթե մի քիչ վերաձևակերպենք, կարելի է բան ձգտում կոչել, չէ՞, որ շատ լավ բան, որը նորմալ է, անշուշտ մարդը կամ եթե դու չունես որևէ ձգտում կամ ամբիցիա, որ ուզենաս լավագույնը լինես, իհարկե չեմ ասում, որ դու արդյունքում մեծամտանաս ու հետդ խոսել չլինի։ Իսկ այս առումով, այո, իրականում շատ դեպքերում ամբիցիան չունենալու պատճառով են, որ մենք ձախողում ենք շատ հարցերում, հատկապես հավաքական ամբիցիայի բացակայության պարագայում։ Հավաքական ամբիցիան այդ լրիվ ուրիշ դաշտից է եւ այո, լուրջ կարծում եմ։ Բարի աշխատում ես երիտասարդների հետ։ Պատանի, որոնք որ երիտասարդություն են գնալ։ Ինձ թվում է, որ երբեմն երիտասարդությունը ինքն է ավագ սերնդին ստիպում նոր ձևով մտածելու, ինքն է ինչ-որտեղ նաև ավագ սերնդին, ավագներին դրդում դրայվով աշխատելու։ Այդ զգացողությունը կա։ Աչիկ ջան, տես անկեղծ ասեմ։
այդ ամեն ինչը կա ու այն ղեկավարները, ովքեր կարողանում են հասկանալ ու հետևել ու շարժվել այդ պահանջներով, հաջողում են իրենց գործում։ Ով մնում է իր մտածողության մեջ, ոչ մի հաջողություն չի ունենում։ Որովհետև այո, ես չեմ թաքցնում, ես շատ բաներ, ես նայում եմ, հետևում եմ, մի խնդիր ունեմ ես երիտասարդությանը չկարդալն, հա։ Այո, ու դա համատարած է, բուհերի ուսանողներ բան եւ այլն, մանավանդ հիմա այս արհեստական բանականության ինչ-որ ծրագիր կա, 2 բառասմե շարադրությունը գրում տալիս է, չեմ, ինձ համար ամեն դեպքում այդ նորմալ չի։ ChatGPT։ Հա, անգամ չեմ էլ ուզում իմանալ։ Բայց բանը, այս առումով տես 15-ից 18 տարեկան երեխեքի հետ է մեր շահառուների իմ համար ամենակարևոր տարիքն է, որովհետև ու նաև ես այնքան նա կարևոր, որ ես գիտեմ ես ոնց մոտենամ, կարող է ճակատագրական լինի։ Այդ այն տարիքն է, որ սկսում են նոր սիրահարվել, չգիտեմ, լավ ու վատ բաները սկսում են այդ տարիքում անել, էլի մանկությունից անցնում են պատանեկություն, որ հետո պետք է գնան դեպի երիտասարդություն, չէ։ Ու այս առումով ես ինքս այդպես փնտրտուքի մեջ ու այս աշխատում եմ բաներ հետ չմնալ, որտեղ ինձ էլ է հետաքրքիր, ասենք շատ բաներ կա, որ անընդունելի է կատեգորիկ, բայց այո, եթե երեխեքի լեզուն ու իրանց հետաքրքրությունները չհասկանաս, ես դասավանդում եմ, բայց եթե չգտնես այդ հետաքրքրությունները, ինչ որ իրանք ունեն, մենք չենք հասկանա, իսկ ես իմ ուսանողներին եթե բան չանեմ, չչափազանցնեմ 70%-ին անունով գիտեմ։ Այդ նրանից է, որտեղ կարողանում է շփվել, էլի, որ չշփվեմ որտեղից պիտի իմանամ անունները։ Մենակ հոյի մոտ չեն գալիս, մենակ վատ վարքի համարով բերելու։ Հարցեր են քննարկում, ես դրա եմ ասում, ստեղծագործական աշխատանք է, ես չունեմ մասնագիտություն, ու ես չեմ պատկերացնում մասնագիտություն, որը իր մեջ ստեղծագործական աշխատանք չունի։ Ես կարծում եմ ամեն մասնագիտություն արվեստ է։ Ամեն մասնագիտության մեջ արվեստ կա, բոլոր մասնագիտությունների, հա, պատշարին արի վերցնենք։ Ստեղծագործությունը արվեստ է։ Ստեղծագործություն կա մեջը, ոսկերչություն ունեմ, լուսանկարչություն ունեմ, սրանք արվեստներ են, բայց կամ ասենք դերասաններ, ռեժիսորներ, պարուսույցներ, այս ամեն ինչի մեջ այն աշխատանքը, որը սրտով ես արել, գիտելիքով ու ճաշակով, դրա մեջ վստահաբար արվեստ կա։ Ինչ ուզում ես տնտեսագիտությունների։ Հաստատ ինչ որ մի հետաքրքիր բան կա։ Իսկ այն որ հա պիտի կարողանաս, այլապես եթե պետք է չկարողանաս ավելի լավ է չաշխատես էլի լուրջ, այդտեղից զբաղացնում են, հաճախ ինձ որ հարց են տալիս, ասենք խոսում են, ասում եմ դուք մի բան իմացեք, իմ մոտեցումը իմ աշխատանքին հետևյալն է, ոչ թե տնօրենը պաշտոնն է, տնօրենը մի հատ ընդհանրապես աշխատանք է, որ պետությունը ինձ վարձել է, ես աշխատում եմ։ Եթե ես վատ աշխատեմ, ես դել չաշխատեմ, բայց եթե ես սկսեմ խաղալ տնօրեն, իսկ այդպես օրինակներ ես բազմից եմ տեսել, բազմաթիվ Ասենք ես ցավալի բան պետք է ասեմ, երեխեք կան 9 տարի, ասենք միջանցքներում տնօրենի տեսած չկան, էլի, ասենք, չեն հանդիպել։ Հիմա ինձ որ տեսնում են, ես իրանց այդ անունով բարևելով բան զարմանում են ինչ որտեղ, բայց այդ մտնոլորտն է, ու ես կարող եմ այս մասին ասել, ու հիմա ինչի եմ նաև վստահ ասում, այնպես չլինի որ ես ինչ որ բան հարցրեք իմ ուսանողներին կամ նախի շրջանավարտներին։ Ինձ հաջողվել է այդ միջավայրը ստեղծել, որտեղ էլի շատ կարևոր է։ Կրթության որակից բացի նաև կրթության միջավայր պետք է ստեղծես։ Բայց իրականում դու խոստովանեցիր, Պարույր, որ երիտասարդության կենսակերպը քեզ ստիպում է իրենց թրենդներով ապրել, որովհետև իրենց բան հաճելի է նման տնօրեն ունենալը։ Օրինակ ես էլ եմ վրա զգում, որ երբ որ երիտասարդի մտածելով, երիտասարդի լեզվով, երիտասարդի հոգեբանությամբ ես փորձում նայել կյանքի թրենդներին, իրենց ավելի մոտիկ ես լինում։ Ես հաճախ իրանց ասում եմ օրինակ բաներ կա, որ ինձ դուր չի գալիս, ես չեմ սպարտադրում, ես դասերս ասում եմ, ես ձեզ ընդհանրապես դասում եմ, որովհետեւ դուք կարողանաք ինքնուրույն մտածել։ Էս է իմ նպատակը։ Թե չէ ես շատ ժամանակ չունեմ, ընտրում եմ ինչ որ մի քանի ժամ վերցնում, գալիս եմ ձեզ դասավանդելու զուտ նրա համար, որ կարողանամ ձեր մեջ մտցնել մի բան, ինքնուրույն մտածելու երևույթների վերաբերյալ մտածելու, ոչ թե անմիջապես ընկալելու ու հալած յուղի տեղ ընդունելու բանը։ Թրենդներ կան, որ ինձ դուր չեն գալիս։ Ես իրանց հետ քննարկել, ես ասում եմ, որ իմ կարծիքով սա ճիշտ չի, լավ չի, գեղեցիկ չի։ Ընտրողն ի վերջո իրանք են։ Ինչքանով հաշվի կառնեն իմ խորհուրդը որպես ավակ ընկեր, ինչքանով հաշվի չեն առնի, այդ արդեն իրանք պիտի որոշեն։ Որովհետև այսպես թե այնպես, դες արգելված պտուղում միշտ քաղցրի, չես կարող արգելել ոչ մի բան։ Հատկապես հիմա հակառակը ինձ ասում էին նորմալ երևույթներ նկատի։ Հա, իհարկե, չէ՞ դե բայց հիմա արի ընդունենք որ
իմ համար էլ կան, երևի քո համար էլ գուցե տարիքային առանձնահատկություն է կամ կրթական բան եւ մեր ունեցած բանի առումով, որ բաներ կան, որ անընդունելի է։ Ես դե սոցիալական բոլոր ցանցերն ընդունում եմ, բացի TikTok կոչեցյալից, ասենք թե։ Որտեղ շատ ցածր մակարդակ այն ամեն ինչը ինչ որ այնտեղ կատարվում է, էլի։ Ես էլ ասում եմ ինձ այդ մի ասեք, չեմ ուզելու, չեմ ուզում ծանոթանամ, մյուսներից խնդրեմ, եկեք խոսենք կամ օգտագործենք։ Իդեպ լավ որպես գործիք, ես սոցիալական ցանցերին վերաբերում եմ որպես գործիք։ Այլ բան, որ ինքը այդ թվում նաև քաղաքական գործիք է։ Բայց ես քաղաքական գործիք որպես չեմ օգտագործում, ես օգտագործում եմ որտեղ կրթական գործիք։ Եվ ես ասենք, չգիտեմ, նայում արդյոք չգիտեն, երևի վստահաբար չգիտեն, ես երկար տարիներ եմ աշխատել քաղաքականության մեջ։ Ես ազգային ժողովում մինչև ժամանակ եղել է ազգային ժողովի փոխնախագահի խորհրդական։ Այո, եւ այդ փոխնախագահը Վահան Հովհաննիսյանն էր, այդ շատ կարևոր հանգամանք է իմ համար։ Վահան Հովհաննիսյանը հետ աշխատել եւ պատիվ է եւ սովորեցնող։ Այո, եւ ընկերություն անել է հետ։ Եվ 2006-ին ես ուղղակի ասացի Վահան, ել ես չեմ ուզում աշխատեմ։ Ես ուզում եմ գնամ երեխեքի հետ աշխատեմ։ Ցավոք անասնաբուժել չէի կարող աշխատել, ես ուզում եմ երեխեքի հետ աշխատել։ Ու առանց նեղանալու ես գնացի ասել, որ հեշտ է, չէ, ես առաջի 3 ամիսը մաքսիմալ ես անկեղծ մարդ եմ, անկեղծ պիտի խոսեմ, առաջի 3 ամիսը ես պսել մտածում էի, թե ես ինչ կյանքի իմ ամենամեծ սխալն եմ արել։ Ես ինչի այդպես մտածում։ Այդ ընտրուց, երբ որ ազգային ժողովի այդ պաշտոնը թողել է եւ գնացել էի այն ժամանակ ուսումնարանի տնօրեն։ Ավերակներ էր, բաներ, sense ինչ որ վիճակ էր, նաև նոր երեխեք էին, հələ լեզուն չէի հասկանում, ինչ որ շատ էր բաներ, ինչ որ մի շրջան ես շատ մեծ մարդկանց հետ էի հանդիպել, շփվել, իրանցից սովորել լիքը բան, հələ լեզուն անհասկանալի էր, անունը դրել է, ասում եմ, ես շկիտ հանրապետություն եմ ես եկել, էլի կոնկրետ, բայց բանը հետո հասկացա, որ չէ, ախր այդ երեխեքի լեզուն, որ հասկանում ես, ես անկեղծած եմ, եթե իրանք էլ տեսնեն, ես իրանց երեսին եմ ասում եմ, դուք ինձնից տանում եք էներգիա, մի օր կջղայնանամ, մի օր բան կանեմ կամ կուզեմ ձեր համար լավ լինի, բայց ես էգոիստաբար այդ էներգիան նաև ձեզնից ստանում եմ, որ կարողանում եմ հետ գալ, այլապես վաղուց մի գործ կանելուց կլինեի, էլի, չգիտեմ, գրքեր կգրեի, մի բան կանեի, այնպես չէ, որ ես հիմա աշխատում եմ, որովհետև ես չգիտեմ ինչ անեմ, չէ, ես աշխատում եմ, որովհետև այդ երեխեքի հետ ինձ հավես է։ Երբ որ աշխատելուց նաև էներգիա ստանում, դա իսկապես հաճելի է։ Բայց ելի գանք այս այլ ոլորտից կրթություն գնալ եւ հատկապես ուսումնարաններ, որտեղ որ ուսուցիչներ դասախոսներ են, եւ որոնց հեղինակությունը ցավոք սրտի տարբեր հանգամանքներով պայմանավորված բավական անկում է ապրած։ Ինչ պիտի անենք, քո օրինակը շատ հետաքրքիր որ մարդը քաղաքականությունից ընդ որում բավական դիրքի հասած քաղաքական մակարդակից գնում է դպրոց։ Ինչ պիտի անենք, որ ուսուցչի, դասախոսի հեղինակությունը վերականգնվի եւ գանք ավելի կրթական բարենպաստ միջավայրի։ Ինքը կոմպլեքս հարց է։ Եթե ես հիմա ասեմ ինչպես ընդունված ասել, որ ուսուցչի աշխատավարձը պետք է սուտ բանը չկա։ Ես ունեմ իմ աչքի առաջ։ Նա ունենք, որ ասում աշխատավարձը որոշակիորեն ազդում է դրա վրա։ Դրա համար եմ ասում, կոմպլեքս բան է պահանջում։ Կարող է դու մարդուն տաս մեծ աշխատավարձ, բայց այդ մանկավարժությունը իր գործը չի։ Ինքը դասատուի մակարդակից չի անցել։ Ի վերջո կրթությունը դա միայն դաս տալը չի։ Այո, գիտելիք տալը չի միայն։ Գիտելիք տալը չի, հա։ Դրա համար ինքը տեսեք, այո, ցավոք սրտի ման բանը ընկել է ուսուցչի։ Այդտեղ դերակատարությունը ունեցել իմ խորին համոզմամբ, ինձ բացարձակ չի հետաքրքրում ինչ կմտածեն, ինձ համար ուսուցչի բանի անկման հասարակության մեջ անկման վրա մեծ բանի իմիջի անկման վրա տարբեր բաներ են ազդեցություն հեռուստատեսությունից սկսած այո գիտես ես փոքր չեմ ես շատ բան եմ ես այն որ ասում հողը խաբար չկա ես Տիգրան Կարապետիչ եւ այդ մակարդակն եմ տեսել էպիլատոր նվեր ստացող տատիներ եմ տեսել որոնց թվում գուցե նաեւ մանկավարժներ կային ես տեսել եմ նաեւ մանկավարժներ որ գնացել եմ ընտրության տեսել եմ ընտրատեղամասերում նստած եւ ինձնից ամաչող մանկավարժներ ովքեր որ չգիտես ինչի այդ գործն են արել ինչ որ վատ բան էին անում երևի թե
Չեմ բոլորին չի վերաբերում իհարկե, բայց կա եղել է, պետք է երևույթների մասին խոսենք, հա, որ ասելով որ չի եղել, այդպես բան չի, էլի էս ամեն ինչը։ Երրորդը իրենք հենց մանկավարժներն են իրենց իմիջը գցել։ Երբ որ իրենք սկսել են ինչ որ, չգիտեմ, ուսուցչի օրվա արդիվ կարելի է ծաղիկներ նվիրել, կարելի է մի հատ լավ բանաստեղծություն նվիրել, կարելի է փոքրիկ ուժանվեր նվիրել, բայց երբ որ այդ ամեն ինչը ինչ որ դարել է արարողություն ու մեծ միջոցառում ու տարբեր ախր իմ երեխեքներն են դպրոց գնացել, էլի, ես ինչքան էլ ես հիմա տնօրեն եմ, ես որ իմ երեխեքը գնա դպրոց են գնացել, ես այդ բոլոր ինստանցիաներում անցնել եմ, ծնողական ֆոնդեր, չգիտեմ, տարբեր տեսակի հավաքարարի համար, ես չեմ հասկանում, պետությունը տալիս է ուսումնական հաստատությանը հավաքարար, հաստիկ, հստակ տարած բաքրելու համար, ինչի պետք է ես հավաքարարի ֆոնդ վճարեմ դպրոցին, ես դա արել եմ, կամ վարակույրի փող, հա, չգիտեմ, իսկապես չգիտեմ, ուզում եմ ասել ուսուցիչն ինքն էլ է իր իմիջը ցածրացրել։ Դրա համար Խաչիկ ջան շատ կոմպլեքս է այս ամենին, այս մոտեցումները, բայց հիմա նոր տենդենց եմ նկատում, որը ամենա իմ համար անընդունելի է։ Հիմա ծնողներն են անում այդ։ Նախաձեռնում։ Ծնողները ոչ թե նախաձեռնում են, ծնողներն են իջեցնում իրանց երեխաների աչքին, իրանց ուսուցիչների իմիջը, այսպես ասած, որովհետև ես այս 18 տարում ինչ ծնողներ եմ հանդիպում միայն շնորհակալություններ լսելու եւ կարող է ամբողջ տարվա ընթացքում երկու ծնող գա ու քեզ ընենց գնահատի քո աշխատանքը, ինչ որ իր վերաբերմունքով, պահվածքով, որ մտածես ասես լավ, բայց սենց ասենք թե Նաև այս առումը, որովհետև երբ որ ծնողը երեխուն ասի, գիտես, դու դպրոցում, ես հաճախ երեխեքին այդ օրինակը բերում եմ, ասենք մեկը դասատու, ինչ որ դասի խանգարել է, տղա երեխա կին ակնհայտ է, չէ՞ որ մեր ուսումնական հաստատությունների աշխատակիցների 95%-ը երևի թե կանայք են աշխատում։ Որ կանչում եմ առաջի բանը, որ գտել եմ, որ ազդում է երեխեքի վրա, ասում եմ դեսի պատկերացրա, եկեք արիսախ դնենք մի կողմ։ Պատկերացրա քո մաման աշխատում է ինչ որտեղ։ Եթե այն նույն վարքով իր աշխատակիցը վարվի քո ծնողի հետ, դու դա նորմալ կհամարես, գուցե գնաս, չգիտեմ, կռիվ անելու, պատիվ պանջել, բա ասում եմ այս ուսուցիչն են, մեկի մաման է, մեկի կինն է, մեկի քույրն է, մեկի ծնողն է, միշտ այդ հիշեք երեխեք, եթե դուք դա հիշեք, դիմացինն էլ չի լինի այդ բան, բայց իհարկե նաև կան խնդիրներ միշտ կան ու նես չի որ չի եղել։ Ես խորհրդային տարիներին եմ դպրոց գնացել, նես չի որ այդ ժամանակ չկար այդ խնդիրը։ Կար, բայց մի հետաքրքիր բան ասեմ։ Իմ բռնապետական խորհրդային տարիներին, չէ՞, բռնապետական երկիրը ասած բոլորը ամբողջ աշխարհով մասած ինչ որ երկաթև արաքույրման։ Իմ պատմության ուսուցչուհին Գեր Աբրահամյանը ինձ պատմություն ունեցա սովորացրել, ունեցա ինձ դաստիարակել, զուտ, որ ես կյանքը ցույց տվեց, որ ես խորհրդային բռնապետական երկրում ավելի հայրենասեր մեծացա։ Դա աքսիոմա է, անշուշտ։ Նորանկախ Հայաստանի վերջի 20 տարիներին։ Իսկ որ ասում եմ հեռուստատեսությունը, կներես մենք ինչ ենք ցուցադրում մեր ծերնդին։ Կարող է մի երկու ինչ որ գիտահարամ, ինչ որ հաղորդումներ կան։ Ես ունեմ ուսանողներ, որ սերիալներում են նկարում, ես դեմ չեմ սերիալային ինդուստրիային, այդ լուրջ ինդուստրիա է համաշխարհային, դուք որակը տվեք, արժեքների ինֆլյացիա է տեղ ունեցել իրականում, ու դա նոր չի եղել, ես ասում եմ, նոր չի եղել, չեմ ուզում ծեծված կիսաբաց բան, տարբեր լուսամուտներից խոսել, նոր չի եղել այդ ամեն ինչը, չէ՞։ Ես կարծում եմ, ասել եմ ու էլի եմ ասելու, մի առիթով եմ ասել, ես կարծում եմ այդ դեգրադացիան սկսվել է մեր բակից։ Երբ որ ժողովուրդը կամ մանթու էր, կամ ժամո էր, ես ուղղակի բառացի մեջ բերեցի, էլի։ Ինչ ասեմ, էս էր բառապաշարը։ Մեր առաջի կինոինդուստրիայի համատարած էս էր, չէ՞։ Թող ներեն ինձ ու կարծում եմ ես մի անգամ առիթ ունեցա լսելու, որ պարոն Թոխացյանը, Հրանտ Թոխացյանը, ինքն էլ էր ընդունում, որ մեր բակը ժամանակին, գուցե ժամանակի պահանջ էր, բայց ինքը լավ հետևանքներ չունեցավ։ Դոմինո էֆեկտով։ Հա, որտեղ ու տենց էլ շարունակվեց։ Այդ ֆիլմեր, բաներ, ախր կարելի է անել, կան, հատուկեն քիչ լավ որակյալ բաներ կան, որ ես այսօր կարող եմ տեսնեմ։ Շատ լավ։ Սովորեցնելը որպես երևույթ բնականաբար գնահատելի շոյող արժեքավոր երևույթ է։ Սովորեցնելու համար մենակ սովորեցնելը պետք է խրախուսել
օրինակ ծառայել։ Սովորեցնել բառի մասին եմ մտածում, սովորեցնել, ինչ որ մեկի մի բան սովորեցնել, հետո կապեցի ինչ որ դու հարցը տալիս ես, ես մտածում եմ վարժապետը, ի վերջո լավ բառ է, չէ, բայց վարժեցնելուց հետ ինչ որ կապ ունի, ես նույնիսկ ճիշտ բառը չեմ կարողանում գտնել, որ ոնց կարելի է ձևակերպել, գիտելիք տալ ինչ որ շատ ակադեմիական է ստացվում, իսկ մեր զրույցը ոնց որ պիտի շատ անկեղծ լինի, կարծես թե, անկեղծ չէ, ասում դրա համար ես կարծում եմ, որ անունը դնենք չգիտեմ, լավ, եկեք արի սովորեցնելու վրա կանգնենք, այդ այնա ինչ որ դու, ես գիտեմ, ես ամեն ինչ չգիտեմ, ես այդ փոխանցում եմ, ինչ որ գիտեմ ես, ինչի որ մասնագետն եմ, ես փոխանցում եմ ինչ որ մեկին ու ուզում եմ այդ ամեն ինչը փոխանցել։ Բնական է, չէ՞ որ ինչ որ գիտեմ, այդքանը կարողա չասեմ, շատ բան գիտեմ, ավելի քիչն ասեմ, կախված, չգիտեմ, ցանկությունից, դասի թեմայից եւ այլն։ Բայց այս ամենակարևորը ապագա սերնդի մասին մտածելը ինձ թվում է սովորեցնելը։ Ոնց ես դու քո երեխուն ինչ որ բան խորհուրդ, ինչ տարբերություն, այդ քո երեխան չի մեր երեխան է, էլի։ Իմն ու մերը իմ համար այդպես մեծ տարբերություն որն է։ Մենք եթե մի երկիր է, մի ժողովուրդ ենք, իմ ու մեր չկա, իմ ու քո չկա։ Խոսք չեմ խոսում են, ես չեմ ասում ես բան եմ ես ուտոպիստ սոցիալիստ եմ ու ասենք իմ ունեցա եկեք վերցրեք իմ անձնական դրա մասին չի խոսքը խոսքը վերաբերում է հենց սերնդին ու հենց երեխեքին իսկ այդ ամենակարևորն է անկեղծ ես հիմա մտահոգություններ ունեմ վաղվա մասին վաղվա օրվա որովհետև ինձ երբեմն դուր չի գալիս այս սերնդի որոշ մտածողություն բայց այդտեղ մենք ենք մեղավոր ես ոչ մի հարցում երեխու չեմ մեղադրում լուրջ ես կարծում եմ բոլոր հարցերում մեծերն են մեղավոր ծնողներից, բակից սկսած մեզնով վերջացրած։ Դրա համար նաև օրինակ ծառայել։ Հենց այդ է, էլի, հաճախը տենց օրինակ, երևի ինչ որտեղ նաև օրինակ եմ ծառայում, որ ինչ որտեղ երեխեքն են։ Իրականում ցավոք սրտի պետք է բոլոր այդպես մտածեն, հավաքական ամբիցիա պետք է լինի։ Ես խոսում ես, որ պետք է սերունդը փոխվի, որ վիճակը փոխվի, լավ սերունդ մեծանա, բայց դա բոլորը պետք է մտածեն։ Ցավոք սրտի, օրինակներ է բերեցի, որ կան տնօրեններ, որ իրենք ստեղծված է միայն կաբինետներում դե կան, թող որևէ մեկը վերկենա ասի ես սխալ եմ, թող քարն է դի առաջինը, ասենք ասի, որ ես ճիշտ չեմ, անկեղծ չեմ ասում, իդեպ բան ասեցի, հիշեցի մի անգամ էլի ինչ որ հարցազրույցեր ես բացեն խոսում էի, ու որ նաև արվեստին անդրադարձանք բան, ինչ որ կայքում տեղադրված էր այդ հարցազրույցը, երբ ինչ որ ասած ես որևէ ինչ որ մեկի դուրը չեր եկել, ինչ որ մի հատ fake Դա գրում է լավ պարապացած դերասան ես ու Մարտիրոս Սարյանի նկարով է այդ fake-ը ասում եմ դե գիտես այնքան ուրիշ ժամանակ ուրիշ բաներն ուշադրություն չէի դարձնում բայց ես շատ են ասում որ ես սարկազմ ունեմ ինչ որ յուրահատուկ այդ սարկազմով ասեցի ասում եմ նախ ես դերասան չեմ բայց այդ էլ կարևոր չի ես ուրախ եմ որ Մարտիրոս Սարյանը դեռ ողջ է ուրեմն ինքը դեռ կշարունակի նկարել էլի որովհետև այդ նկարով էր ինքը գալիս հանդես գալիս Fake իրականության մեջ ենք մենք ապրում շատ ժամանակ, խաչ ջան, այսինքն արհեստական օրակարգեր կան բաներ կա, որ հիմա ես ամեն ինչի մասին չեմ մտածում։ Իդես ես 20 թվից հետո այնքան բանի մասին չեմ մտածում։ Իդեպ ես ձեզ ասեմ, մինչև հաղորդումը ասում էի նկարանող խմբի, որ ես այս իմ երկրորդ եթերն է, որ հարցազրույցի եմ գնացել 20 թվից հետո։ Որտեղ 20 թվից հետո իմ կյանքը բաժանվում է մինչև 20 թվի բնականաբար պատերազմը ու 20 թվից հետո։ Դրանք երկու տարբեր կյանք, այսինքն առաջինը ես հիմա դժվարանում եմ այս կյանք ասել այն ինչ որ ես եմ տեսել։ Սկսած ընկերների կորցը, բայց ամենադաժան բանը երևի զոհված ուսանողներ ունենալն է։ Մանավանդ որ գիտես դու իրանց անձամբ ճանաչում ես, դու մեծացրել ես, գրկել ես ու ճանապարհել ես բանակ։ Սրանից սարսափելի բան ես չգիտեմ, ես ինքս ես տղա չեմ, ես 3 աղջիկ ունեմ, ես ուսում քոլեջում ու այս տարիներ շարունակեցած հաճախ տղեկին նայելուց ասել եմ, դες եթե տղա ունենայի, կուզեի ես սրա նման լինել, այս տղու։ Նայել եմ, ասել եմ, հանկարծ sense տղա չունենայի օրինակ, բայց այն ամենախուժանից մինչև այն ամենալավ սովորող մեկը մեջը մի լավ բան կա, բայց կարողանաս այդ բանը գտնես, որ քթար որևէ մեկի հետ խնդիր չես ունենա։
Մարդը արժեք է, դրանք մեր ռեսուրսներն են պետք է օգտագործել ճիշտ, գտնել, հայտնաբերել ամենքի մեջ լավը եւ իր համար օգտագործել եւ ընդհանուր համար։ Հստակ չկա։ Ծանր թեմայի շեղվեցինք, Պարոս ջան, 18 կներես որ շեղվեցի, բայց չի, անշուշտ 18 տարվա մեջ կրթության բովանդակությունը ձևը տրանսֆորմացիայի ենթարկվել, դա քոլեջների վրա ազդել է արդյոք։ Եթե տես անկեղծ ասեմ, այն որ նոր ասում եմ գնացի, որ ասում եմ Շքիթ Հանրապետություն, լրիվ այլ մոտեցում էր։ Հետո տարիներ ու նոր չի փոփոխությունները։ Հիմա նոր օրենք ընդունվել, հիմա ընդունվում են նաև նոր ենթաօրենսդրական ակտեր, որը կանի կտա ինձ որպես տնօրեն այն հնարավորությունը, ինչին ես երկար սպասել եմ։ Այդ կոչվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Տես օրինակը բերեմ հստակ։ Մենք ունենք մեր թատրոնը քոլեջում, ուսանողական թատրոն։ Մենք տարվա մեջ ունենում ենք 7 ներկայացում, տարբեր ու հավատա որակյալ, որտեղ վերաբերում ենք թատերական ինստիտուտի, արվեստի, որ թատերարվեստի մասնագետների, հա, գալիս նայում են, մեր հետո ուսանողներից գնում են շարունակելու կրթությունը, ես շատ ուսանողներ ունեմ նախկին, որ հիմա իմ գոլեգաներն են, ես հրավիրում եմ իրաց հետ, միասին ենք արդեն աշխատում, բայց արդեն դասախոս են, ամենալավ փորձն է, որ ես կամ բանն է, էլի, ամենալավ լավ քայլերից մեկն է, որ ես ինձնից գոհ եմ, որ այդպես քայլ եմ արել, որ նախկին ուսանողը մասնագետ դարձած հրավիրել ես քո հետ աշխատելու, էդ էլ է շատ հետաքրքիր բան, ու իրանք շատ էլ լավ են աշխատում, բայց բանը փոփոխությունը անընդհատ է ենթարկվում։ Գիտես, իհարկե կարող է ուսումնական հաստատություն ունի, որ ինչ փոփոխություն ուզում ես անել, իր վրա չազդի։ Եվ կան ուսումնական, գիտես, տեղեր կա, որ դու չպետք է սպասես պետությունը ինչ-որ փոփոխություններ անի։ Դու նոր բան մտածի։ Դու նոր բան մտածի։ Փոփոխվող աշխարհում մենք պետք է Հա, դու էլ պիտի անես։ Հա, ես ինչ պետական ապարատը միշտ էլ դանդաղ աշխատել, բոլոր ժամանակներում։ Մի թղթի համար 100-ած ստորագրություն ա պետք, մինչև գա հասնի քեզ, չէ՞ ասենք, թե մի շրջաբերական ասենք։ Դու մի քիչ առաջ ընկած մտածի։ Եթե ես մտածեմ, որ օրինակ ջերուսման սեզոնը սկսում է նոյեմբերի 15-ից, բայց նոյեմբերի 4-ին երեխեքը մրցում են, ես պետք կացայտունը չմիացնեմ, բայց ինձ մեկ է ինձ դրա համար կպատժեն, թե չէ, եթե ես 10 օր շուտ եմ միացել։ Ես այդ ծախսերն անում եմ, օրինակ ի տարբերություն անկեղծ դպրոցների, մենք ունենք արտաբյուջետային միջոցներ եւ մասնագիտական ուսուցում իրականացնելիս մարդիկ մեծ տարիքով մարդիկ գալիս վերապատրաստվում են, վճարում են։ Ունենք վճարովի համակարգում սովորող ուսանողներ, այս առումով մենք ավելի ազատություն ունենք։ Այս օրենքը փոփոխությունից հետո նաեւ այդ ենթաօրենսդրական ակտերը երբ որ կընդունվի, ով է ինձ խանգարելու օրինական ունենալ հնարավորություն այն ներկայացումները, որոնք բեմադրվում են, ունենում ենք մենք մեր հանդիսատեսը, այդ ամեն ինչը տոմսը, էժանը, մատչելի վաճառել, օրինական վաճառել եւ այդ գումարները ուղղել էլի երեխեքին։ Ինձ պետք չէ այդ փողը, որ ես աշխատեմ աշխատավարձ բարձ, չէ, այդ ուսանողի փողը։ Այդ իրանց լրացուցիչ կրթաթոշակ է, խրախուսում է եւ այլն։ Դրա համար փոփոխություններ կան, իհարկե, ու նաեւ զարգացում կա։ Ինձ նաեւ դուր է գալիս այն, որ որոշ բաներ պետականորեն են կարգավորվում, որոշ բաներ հենց աշխատաշուկան է կարգավորում։ Այն մասնագիտությունը, որ բան չունի, աշխատաշուկայում տեղ չունի, ինքը դու ինչքան ուզում ես դիր, ինքը մեկա բան է լինելու։ Այն մոդայիկների մասին չեմ ասում, քոլեջ ուսումնարանների դեպքում մոդայիկ չկա։ Անկեղծ ասած, եթե շնորհք ունես, կարող նկարիչ կդառնաս, եթե IT-շնիկ ես, կդառնաս, կար համապատասխան քոլեջներ եւ այլն։ Դրա համար ես չգիտեմ, փոփոխություններ միշտ կա, բայց նստել սպասել ու դժգոհել ասել փոփոխություն չի։ Եթե այդպես լիներ, ոչ մի բան կարելի է չանել էլի։ Այսինքն կամաց ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթությունը պետք է դառնա պահանջված եւ ավելի լավ արհեստավոր, լավ ոսկերիչ, լավ խոհարար, լավ զոդող, քան թե չկայացած իրավաբան կամ տնտեսագետ։ Ըստ այդ այդպես, հա, իսկ ասել որ չէ, ես կարծում եմ ինքը նորմալ փուլում, հա, այսինքն տարիները դերել են նրա։ Եվ դա գլոբալ process է համաշխարհային, թե չէ, չբան չանենք, իրականում համաշխարհ, եթե վերցնենք, որովհետև իսկ Բարսեղոն գրչան առումով գոնե post-սովետում այդ խնդիրը կա։
Ես տարբեր գործողումների առիթ որ եղել է, ես ունեցի ուսումնական քոլեջ ուսումնարաններ եմ տեսել տարբեր երկրներում, որտեղ մեր բուհերը կնախանձեն այդ նյութատեխնիկական շենքային պայմաններն ունենալու։ Չէ, այնտեղ ուրիշ մակարդակ է։ Դրսում շատ ավելի են ուշադրություն դարձնում քոլեջ ուսումնարաններին, քան մեր երկրում։ Բայց այդ չի նշանակում, որ ստեղ բան չի։ Ինքը զարգացում ապրել է, ես մենակ մի օրինակ բերեմ, բարձ օրինակ ասեմ։ Այս տարի իմ մոտ բոլոր մասնագիտություններով դիմորդներին, իսկ մեզ մոտ ընտրվում են Եթե արվեստի բլոկ չի, դպրոցի գնահատականները։ Ամեն մասնակից մենակ խոհարարությունից 20 հոգի դուրս է մնացել։ Այսինքն բուհում թափուր տեղեր կա, քոլեջից ուսումնարանից դուրս են մնում։ Այդ արդեն գնահատականն է, ոլորտի, ոչ թե իմ աշխատանքի, ոլորտի գնահատականն է։ Ուրեմն ի վերջո հասարակությունն էլ է գիտակցում, որ լավ խոհարարը վատ տնտեսագետից լավ բան է։ Վերջին հարցը պետք է տամ պարույրին ավարտենք։ Ինչ խորհուրդ, ինչ գիրք խորհուրդ կտա պարույրը մեզ լսողներին կարդալու եւ դրանից սովորելու համար։ Մեզ լսողները ինչ տարիքային խմբի մարդիկ են։ Բոլոր։ Ես իմ համար ինձ այնքան դժվար է մի գիրք, ես ինքս այնքան եմ, ես ավելի հեշտ է ինձ մի 20 գիրք ասեի, որ կարելի է մի գիրք այդքանի մեջից ընտրել։ Լավ, մի քանի ասա միասին կընտրենք։ Չէ, լավ։ Լավ։ Վերջին շրջանում շատ եմ սիրում այդ ժանրը, անտի-ուտոպիան։ Բանավանդ կյանքն էլ ցույց է տալիս, որ ժամանակի անտի-ուտոպիստները իրականություն են դառնում իրանց գրածները, Օրուելից սկսած, ասենք Վոնենք ուտով բանով։ Սենսմոն եւ մյուսները արդեն հետին պլան են մղվել։ Չէ, գիտես, լավ, եկեք երկու գիրք, հա, 2 կամ 3 բան խորհուրդ տամ տարբեր սերունդների համար, թող իրանք կընտրեն, ասեն։ Հայ գրականությունը պարտավոր եք կարդալ, այդտեղ ես առանց խորհրդի պետք է կարդաք, այդ մասին չեմ խոսում։ Մի քիչ ավելի ինձ բան մարդկանց խորհուրդ կտամ Ջոն Ստայնբեկի մարդկանց եւ մկների մասին կարդան։ Եթե տենց մի բան գրականությունը անպայման թերևս կարելի է պարտադիր կարդալու թեմաներից, Դաստոևսկի բան ասեմ, բայց կոնկրետ գործը միշտ ամեն դեպքում ոչ իր պատիժն է, որովհետև մենք բոլորս մեղավորներ ենք եւ միշտ պետք է աշխատենք, մեջ պետք է ինչ-որ բան անելուց հիշենք, որ մեկը մի ոչինչ պետք է գործել, որտեղ պատիժը անպայման գալու է, ստանդարտ բան գուցե ասեցի, հա, չէ, չեմ կարող ես ասել վատ է, բայց հիմա կասեմ մի գիրք, որը ստանդարտից դուրս է, գուցե քչերն են կարդացել, այդ Էգերսի ռուսերենը վերնա, Սֆերա հայերեն ոնց կհնչի, չգիտեմ, ինքը այս մեր իրականության, այս համացանցի եւ այս մեր հիմարացման բանի այս ազդեցության տակ գտնվելու մասին է, որ կարդացողը պիտի հասկանա այս ինֆորմացիոն տերորի, որ մենք հաճախ ենթարկվում ենք, չգիտեմ, բոլոր ասպարեզներում, քաղաքականությունից մինչև արվեստ, այդ ինֆորմացիոն տերորը կա, էլի, դրա համար Էգերսի Սֆերան ինքը բացատրում է այդ ամեն ինչը, բայց հասկացողի համար է, էլի։ Պիտի մի քիչ ծանր կարդացվող գիրք է, բայց խորհուրդ կտամ։ Իրականում ծանր կարդացվող գրքերը նաև գրքերը ավելի լավ են սովորեցնում, որովհետև դժվար կարդացվող գիրքը մարդուն ստիպում է մտածել, վերլուծել եւ ավելի խորությամբ ընկալել։ Դե եթե տենցա մեկ էլ շատ սիրելի մավակնյոջ Հովսեփյան Ռուբենի վերջի թերևս լեռները կարդացել մի բան։ Ես կարդացել եմ վերջերս, շատ լավ։ Չէ, հրաշք գործ է։ Սիրելի բարեկամներ, մտածելույցի տաղավարում հյուրընկալել էինք Պարույր Սանտրոսյանը, շնորհակալ եմ։ Շնորհակալ։